այսինքն իր թիկունքում կանգնած չի եղել ոչ մեկ։ Ես կարծում եմ, որ ապագա Գյումրիի ընդդիմադիր համայնքապետը, որը որ կընտրվի, հիմա կապ չունի ինչ կարգավիճակով, կոալիցիոն կլինի դա, միանձնյա կլինի դա, թե ուղղակի օրինակ մյուս ընդդիմադիր թեկնածուները կորոշեն կոալիցիա չկազմել, բայց ընտրել տվյալ մարդուն քաղաքապետ, որպեսզի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չունենա, այդ տվյալ քաղաքապետի թիկունքում արդեն կանգնած կլինեն հազարավորները։ Ըստ այդմ հազարավորների ձայնը վստահաբար շատ ավելի բարձր է լսվելու, քան այն մի հոգու ձայնը, որը Գյումրու հրապարակում կանգնած 7 վերքի դիմաց, մի հրապարակում, որտեղ դեմ դիմաց երկու եկեղեցի են կանգնած եղել, մարդը ստով կեղծիկով եկավ մեզ բոլորիս կործանեց։ Պարոն Մխիթարյան, ասացիք գալու է ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու, որի բովանդակությանը ոչ մեկ ծանոթ չեն։ Այլընտրանքը դրա ձեր պատկերացմամբ ո՞րն է լինելու, այսինքն խաղաղության։ Հիմա եթե դուք ասում եք այլընտրանք, հիմա եթե ես ձեզ ասում եմ սպասեք, ես ձեզ ասում եմ այս մեքենան վերցրեք, դուք ասում եք, բայց ինչ մեքենա, ասում եմ կապ չունի, ասում եք, բայց եթե չգիտեմ, հիմա դուք փաստաթուղթ է մարդը, այս սովորական փաստաթուղթ չի բան, ԶԱԳՍ-ի վկայական չի, էլի, երկու հոգով չեն մտնում, ԶԱԳՍ, ես չգիտեմ, դուք վստահ եք, որ դա խաղաղություն բառը այդ ամեն ինչի հետ կապ ունի։ Կներեք, ես 2021 թվականից այդ խաղաղություն բառը լսում եմ, 2021 թվականին այդ խաղաղության օրակարգով մարտիկ եկան, 2022 թվականին եղավ ջերմուկի դեպքերը, 2023 թվականին վերջնականապես հանձնվեց Արցախը։ Մենք անընդհատ կորցնում ենք այն բոլոր հիմքերը պետական, որի վրա ստեղծվել է այս պետությունը։ Մեզնից պահանջում են փոխել սահմանադրությունը, մեզ ասում են հրաժարվեք ձեր անկախության հռչակագրից։ Այս ամեն ինչ, որ ես ասում եմ, իշխող ուժի ղեկավարը իր բերանով է ասել, որ մենք սպասեք, ամեն ինչը բարեփոխելու եմ, եթե Արցախի ժամանակն էլ եկավ, Արցախն էլ եմ բարեփոխելու ու այդ շանտաժը, ինչ-որ խրխրացող պատգամավորներ կան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում, որոնց սովորաբար նոր տարվա սեղանին դրանց մարմնի մի հատվածն են դնում։ Այդ խրխրացողները, երբ որ Արցախի մասին խոսում են, այդ առանց մայկատրուսիկ ծառայացները, այդ որ անընդհատ բոլորին ինչ-որ չծառայելու կամ բանակից փախնելու մեջ են մեղադրում, արտգործնախարարի տեղակալը, կասեք ինչ գիտությունով է զբաղվում։ Հարցրել եք երբևիցե։ Որ տեղակալը։ Հա, այդ երևույթի։ Ինչ գիտությամբ զբաղվելու պատրվակով էին բանակից ազատվել։ Անդրանիկ Քոչարյանի տեղն ինչ գիտություն է։ Ես ես կոնկրետ բաներ եմ ասում։ Սպասեք, մի մտեք այդ Արցախի գիծը, Արցախի իմ ներսում է, սպասեք։ Արցախի իմ ներսում է, իմ գլխի մեջ է, իմ հոգու մեջ է, 150,000 հատ Նիկոլ Փաշինյանն ու իրապես խրխրացող բաներ լինեն, ուսապարկեր լինեն, այդ Արցախի օրակարգը, որ իրանց մտածում են լեննականում, որ բերեցին Արցախի օրակարգ մցրեցին բանը, գյումրեցիները, վայ, Շիրակի մարզից ու Գյումրիից ամենաշատ տղեկն են գնացել Արցախում ծառայել, ամենաշատը, այդ հստակ վիճակագրություն կա, այդ մեկ, երկրորդը, ով գյումրեցուն ուզենա ներկայացնի վախկոտ, բանակից փախնող, փողով Արցախից թռնող, Արդեն հակադարձել։ Դե այսօր գյումրեցիները իրանց պատասխանը այդ ամեն ինչին կտան, որովհետև մարդը նույնիսկ բառապաշարի մեջ ենքան հստակ չի, որ ասում է Արցախը ենքան վատ տեղ էր, վատ չէ, վտանգավոր բառ կա, եթե ուզում ես օգտագործես, պետք է օգտագործես վտանգավոր բառը, ոչ թե վատ։ Հայաստանի Արցախի մասին երկրորդ անգամ քարոզեց։ Ես գիտեմ մի շատ կարևոր բան ժողովուրդ ջան։ Արցախի մասին խոսելուց ես միշտ շատ ավելի հուզմունքով եմ խոսում, որովհետև 2016 թվականից սկսած իմ կապը, իմ հայրենիքի, իմ փոքր հայրենիքի, իմ ցավոք սրտի էսպայի դրությամբ զավթված հայրենիքի հետ շատ ավելի կոնկրետ է եղել եւ ապրիլյան պատերազմի ժամանակ ես ձեռք եմ բերել շատ լավ ընկերներ ապրիլյան պատերազմի մասնակցած գյումրեցի ընկերներ։ Նարեկ ջան, մի վարքյան էլի։ Դրա համար այն բոլոր մարդիկ, ովքեր փորձում են հրապարակներում գոռալ, որ Գյումրիի ընտրություններով փորձում են լուծել Արցախի հարցը, Գյումրիի ընտրություններով մենք փորձում ենք լուծել Գյումրիի հարցը։ Գյումրիի ընտրություններով մենք փորձում ենք լուծել Հայաստանի Հանրապետության ժողովրդին արթնացնելու նոր իմպուլս տալու հարցը։ Գյումրիի ընտրություններով մենք փորձում ենք լուծել մեր խարխլված արժանապատվության հարցը։ Գյումրիի ընտրություններով մենք ի վերջո փորձում ենք լուծել
մեր քաղաքը վերջնականապես վերականգնելու հարցը, որովհետև ցանկացած գյումրեցի տղամարդու համար այդ բոլորի անունից եմ ասում, կապ չունի ԿՊ-ական է թե ինչական է, իրոք ամոթ է 40-րդ տարելիսն է մոտենում երկրաշարժը մեր քաղաքի այս վիճակում։ Պարոն Մխիթարյան, Միքայել Սրբազանի հետ հանդիպել եք, առաջինը նա էր կազմել։ Ես երկու անգամ ոչ մեկ, ես հարգում եմ Սրբազանին, ելի եմ ասում, շատ սիրում եմ, բայց պնդում եմ, որ ոչ մեկ նույնիսկ Սրբազանը իրավունք չունի կասկածի տակ դնելու իմ քաղաքական հայացքները։ Ես երկու անգամ գնացել եմ իրեն հանդիպելու, ինքը տեղում չի եղել, մի անգամ է զանգահարել եմ, զանգին չի պատասխանել, հետո ինձ առանձին լուր է ուղարկել, որ զբաղված է եղել, կանցնի ընտրությունները, ես անպայման իր հետ կհանդիպեմ, որտեղ մենք հարազատ ենք։ Պարոն Մխիթարյան, իսկ հնարավոր է ընտրությունների երկրորդ փուլին նաև այդ մասին է։ Ժողովուրդ ջան, եկեք հիմա դրա մասին չխոսենք, մենք հələ առաջին փուլի հարցն ենք լուծում, էլի, թող բրծնի ընտրությունները, հետո Բայց ֆավորիտները ովքեր են, ասում են վերջին օրերի դրությամբ, կարծես թե Սարիկ Մինասյանը զիջում է դիրքերը եւ դառնում են երկու ընդդիմադիր տեխնացուներ, այսինքն ընդդիմադիրները շահեկան վիճակում են հայտնվում, համաձայն եք այդ պնդումների հետ եւ առիթից օգտվելով որ Նարեկը չշտապի իմ հաջորդ հարցը տամ, որպես թիմ ընտրություններ լուսաբանած լրագրող ասեմ, որ Գյումրին տարբերվում է մյուսներից, այստեղ այսօր ոստիկանական կուտակումներ, բերետավորներ, ագրեսիվ մրցավազք չկա մեքենաների, սա ինչի մասն է խոսում, թեև մինչ այդ պաշտպանության նախարարից մինչև վարչապետ, մինչև Ալեն Սիմոնյան չեն թաքցրել, որ եկել են Սարիկին շունչ տալու, հույս տալու, դուխ տալու։ Ֆավորիտ ես համարում եմ հավաքական ընդդիմությանը, կոնկրետ ոչ մեկի անունը չեմ տա, արդյունքները ցույց կտան այդ ամեն ինչի մասին։ Ունեմ ներքին համոզմունք, որ Գյումրին քաղաքացիական պայմանագիր կուսակցություն ներկայացնող քաղաքապետ չի ունենալու։ Իսկ թե ինչու էս պահին Գյումրիում դեռ ոստիկանական ինչ-որ շարժ կամ ռեպրեսիան, ես գլոբալ առումով այն ինչ որ իրանք պետք է անեին, արդեն արել են։ Այս ընթացքում ինչ որ իրանք պետք է անեն, դե չեք տեսել, մարդկանց մոտից 6 հոգի մենք կալանավորեցին, մարդ ունի տանից երկու հատ ընտանիքի անդամ, երկու ընտանիքի անդամ կալանավոր ձերբակալեցին բանը։ Դա ընտրությունների հետ է կապում։ Հորս արև հա։ Իսկ Ալեն Սիմոնյանի շտապել այստեղ բանավեճից հետո հերոստաբանավեճից հետո ամբողջ ԿՊ-ական սերվիսը այստեղ էր, ասեմ որ նրա վերջին միտինգը, այսինքն ԿՊ-ական տեխնացուի միտինգը մենք որպես լուսաբանած լրագրող ֆիքսեցինք, որ տարբեր համայնքներից էին, պլյուս միայն ուսուցչական կազմ էր, որը հիմնականում մեղաբար եւ այսպես կարելի ասել այո, թիկունքով էին կանգնած տեխնացուին եւ ԿՊ-ականներ էին այստեղ, նրանք ինչու են այդպես անթաջ շտապում կամ պաշտպանության նախարարը, որը իր բան ու գործը թողած գալիս է Գյումրի, ինչ կասեք այս մասում, նրանք այդպիսի բարձր հեղինակություն են, որ կարող են իրենց հեղինակությամբ օգնել Սարիկին, թե հակառակը։ Կլինի մի բառով պատասխանը։ Ոչ։ Պարոն Մխիթարյան, Սարիկ Մինասյանը չլիներ ԿՊ-ի տեխնացու, որպես քաղաքի տղա, այսպես ասած, ինչ հեղինակություն կունենա։ Շանսեր կունենար հաղթելու։ Տեսեք, իրենք ես անկես քանի օր քաղաքացիական պայմանագիր կուսակցության գաղափարային բաները հայրերը, չգիտեմ, ով է իրենց բանով այդ գծով զբաղվում։ Դուք բոլորդ վստահաբար այս ընթացքում, եթե գյումրեցիների հետ շփվել եք, լսել եք, տեսել եք, որ Գյումրին քաղաքացիական պայմանագիր կուսակցության անունը մեծամասնություն, լավ, լսել չի ուզում։ Այն պահին, երբ որ իրենք հայտնեցին, որ Սարիկ Մինասյանն է մասնակցել ու հենց այդ թեզն էին տանում, որ դե Սարիկը կուսակցական չի, այդ թեզը տանելով, այդ պրայմերիս կոչված անիմաստությունը, լավ, Սարիկը հաղթեց։ Սարիկը հաղթեց, էդ էլ է կարևոր գնահատական։ Տեսեք, 7 տարի այստեղից падգամավոր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներկայացնում մարդիկ կան, որոնք փաստորեն այս քաղաքում չկարողացան հաղթել անկուսակցական Սարիկ Մինասյանին։ Այդ կոնկրետ գնահատական է իրենց աշխատանքի, հենց կուսակցության ներսում պիտի ստանային այդ գնահատականը։ Բայց Սարիկ Մինասյանին բերում են առաջի պլան, ասում են դե ինքը անկուսակցական է, 3 օր հետո այդ մարդը գնում մտնում է կուսակցություն։ Հենց մտնում է կուսակցություն, շատ զգուշորեն փորձում են քաղաքում տարածել շշուկներ, որ դե չկա նման բան։ Չէ, չկա նման բան, ինքը այդ կուսակցության հետ կապ չունի, ինքը այդ ամեն ինչի հետ կապ չունի։ Թե ինչքանով Սարիկ Մինասյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ կապ ուներ, պարզ դարձավ հենց այն օրվանից, կարծեմ Վահեն էր Մակարյան, երբ որ եկավ ու կոնկրետ մի քանի գաղափարային հարց տվեց, դե այդ մարդը կուսակցության հետ գիծը տարավ, մի բան էլ սկսեց ԿՊ-ին բնորոշ
բաներով, խոսքերով ասել կամ ես չեմ լսել նման բաներ, կամ ես չեմ տեսել նման բաներ։ Արցախը մեր պատմական հայրենիքն է, չնայած կամ լավ չենք կռվել, վերջը, ես ու դու չենք կռվել, տեսեք, դուք բոլորդ հիշում եք, որ պատերազմի ժամանակ կոչով հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը ջոկատներ կազմել, տունը ով ինչ ունի, կասկա, տանկ, բրոնեժիլետ, սու, ով տունը ինչ ունի, թող բերի, այո, գնանք պատերազմ։ Սարիկ Մինասյանը ենթադրում եմ լսել է այդ ժամանակ ու լուրջ չի վերաբերվել այդ մարդու այդ կոչին, էլի։ Երևի մտածել է, որ դե լավ գործող բանակ ունենալու պարագայում ես հիմա ինչ մտնեմ տանկ անեմ մեր պատվալից, ինչ անեմ, խոսքի դժվար մարդը Գյումրիում վստահեցնում եմ ձեզ, մեր տատիկներն ու երբ որ ամառային պալացոներ են պատրաստում, դե տանկ չեն զակատանում, էլի, կամ չգիտեմ, լիմոն կեկ չեն զակատանում, որ վերցնեն, գնանք պատերազմ։ Ամեն դեպքում Սարիկ Մինասյանը հնարավորություն ունեցել է մասնակցելու, օրինակ, թե 2020 թվականի պատերազմին, թե, չգիտեմ, 21 թվականին օրինակ 22 թվականին կարող էր ջոկատ կազմել եւ գնալ ջերմուկի դիրքերը պաշտպանել։ Եթե այդ ամբողջ ընթացքում այդ ամեն ինչը չի արել, հիմա կանգնել մնացած կռված տղեկին, դուք նաեւ հիշում եք, չէ՞ մեր զոհված տղեկից մեկի մայրը, որ Պանթեոնում ասել էր արի։ Ախր այդ ասելու բան չի, եթե մարդիկ խուսափում են նույնիսկ առերեսվել զոհվածի մոտ հետ։ Լավ, դու չնստես մեքենան մենակ գնաս Պանթեոն, ասես, եթե նույնիսկ ինչ որ մի բան ճիշտ չէ, կարող է։ Գնաս կանգնես, ասես 1000 անգամ կներեք, ոչ թե լրագրողին ասես, ես Ղուրբան եղնիմ իրան Շիրիմին։ Շիրիմներին Ղուրբան եղնել պետք չի։ Պետք էր այնպես անել, որ այդ շիրիմների քանակությունը այդքան չլիներ։ Պարոն Մխիթարյանը, նշում եք, որ ընդդիմությունն է, հա, ֆավորիտը, բայց մենք Երևանի օրինակով օրինակ տեսանք, որ չկարողացան ընդդիմադիր ուժերը համախմբվել եւ ԿՊ-ն դարձավ իշխանության, դուք այդ սցենարը ինչ գնով դարձավ 74 արելի է բանախոսը ընդդիմությունը պայմանագիր, ելի եմ ասում, միավորվելու տարբեր ֆորմատներ կա։ Քաղաքացիական Քաղաքապետ ես ելնեմ Վարդան Ղուկասյանն ասի չէ։ Նարեկ ջան, եկեք այսպես անենք, հա, դուք կարծեմ հենց դուք նշեցիք, թե չգիտեմ, կարծեմ Սյուզին նշեց, որ ես երևի միակն եմ եղել, որ ասել եմ դրական արդյունք եմ համարելու նաև այն, որ ցանկացած դեպքում դրական արդյունք եմ համարելու այն, եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իշխող ուժ չլինի Գյումրիում։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ ես իմ կողմից, եթե օբյեկտիվորեն քննարկումների արդյունքում չորոշվի, որ օրինակ ես նման բան, ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի ընդդիմությունը սեղանի շուրջ ունենա adekvat, օբյեկտիվ եւ շատ պրոդուկտիվ քննարկում։ Պարոն Մխիթարյան, բայց օրինակ տեսանյութ եք հրապարակում, միայն Մարտուն Գրիգորյանի հետ ու գրում եք քաղաքի տղերքը, հիմա քաղաքի տղերքից չի օրինակ Վարդան Ղուկասյանը ձեր համար։ Ինքը հասակով իմ հոր հասակին է, ես նման արտահայտություն չեմ կարող, մեր քաղաքի լավ մարդն է, օրինակ։ Մեկ, երկրորդը, երբ որ պարոն Ղուկասյանին հանդեպ այդ նման բռնությունը կիրառվել էր, կներեք առաջինը ես եմ վիդեո ուղերձով հանդես եկել ու դատապարտել եմ այդ ամեն ինչը։ Ես գնացել եմ նաև Կարեն Սիմոնյանի մոտ, հիմա եթե կարծեմ TV5-ի լրագրողները այնտեղ են արձանագրել են, հիմա դուրս գալուց հետո եթե չեն նկարել ես ոնց ենք ես ու Կարեն Սիմոնյանը իրար հետ ծիծաղում, դա իմ մեղքը չի։ Իսկ Մարտունին շատ ավելի շուտ եմ ճանաչել ու Մարտունի ընտանիքին եմ շատ շուտ, հորն եմ շատ շուտ ճանաչել։ Դրա համար ոնց որ Կարենի մոտ եմ գնացել, այդպես է Մարտունի մոտ եմ գնացել, հիմա Մարտունի հետ մի քիչ այլ քաղաքի հետ կապված հարաբերություններ կա, դրա համար Սպասում եք, որ արդեն սովորույթ դարձրած այդ ստանդարտ կանոններից կօգտվի ԿՊ-ն, ներողություն իշխանությունը եւ իշխանությունը կվերցնի հենց հաջորդ օրը ընդդիմադիրների ձեռքից, եթե նրանք հաղթեն, այսինքն կալանավորման եղանակով, որ արվել է Մամիկոն Ասանյանի դեպքում, Փարաքարի դեպքում, Բերթի դեպքում, հիշում եք հայտարարած դարձականությունները։ Ես ոչ մի բան չեմ բացառում, որովհետեւ տեսեք, մարդիկ եկել են Գյումրի, գոռում են 300-ից 350 միլիոն թալանի մասին ու գույքը պահելու մասին։
Գնացին մանեկան, գտան մի տարի առաջին վրա մի հատ ակտ, մեկ է, որ ընկերներս մոտ 60,000 դրամի աղբի բան չեն մուծե, ամոթ ընկերներիս էլի եմ ասում, գետինը մտնեն իրանք։ Այսինքն իրենք էին ոչ պրոֆեսիոնալ, թե դուք եք այդքան զուլալ մարդ։ Ամեն դեպքում գետինը մտնեն իմ ընկերները։ Հիմա եթե այդ 300-350 միլիոն դոլարից գտել են 11 ամիս քաղաքացու վրա գործ է հարուցվում, քաղաքացուն դրա մասին տեղյակ չի պահվում, հանկարծ քարոզարշավի ինչ որ մի փուլում կանչում են մարդուն Երևան։ Հիմա ինձ հարցնում են, դա կապ ունի քարոզարշավի հետ։ Էլի եմ ասում, հա։ Եթե Վարդան Ղուկասյանը որոշել է մասնակցել քարոզարշավի, մարդը մի քանի անգամ քաղաքապետ է ընտրվել, այսինքն այդքան քարոզարշավների է մասնակցել։ 2 անգամ կարծեմ ազգային ժողովի падգամավոր։ Եթե նույնիսկ ավտոյի մեքենայի մեջ սովորական կյանքում տանգ է պահում, դե Նիկոլը տենց գիտի, չէ, որ մենք տները բոլորս զենքեր ունենք։ Քարոզարշավից առաջ զենք մարդը կպայի, որ այդ հիմքով հանես մարդուն, ուժ կիրառես, կապ չունի, թե դու ինչ տեսակի վերաբերմունք ունես։ Տվյալ մարդը թեկնածու է, ըստ այդմ ցանկացած բան, որը տեղի է ունենում այդ ընթացքում ու դրան նախորդող օրերին, միանշանակ քաղաքական հետապնդում է ու այդ ամեն ինչին մենք հիմա ես ծիծաղով եմ վերաբերվում այդ ակտի դեպքին, ամեն անգամ որ ասում եմ, չգիտեմ ինչ ասեմ։ Ես չգիտեմ, կոնկրետ չգիտեմ ինչ, 11 ամիս ես քշում եմ մեքենան ու ոչ մի նման բան չի եղել, բայց խոստանում եմ գնալ եւ դատապարտվել, եթե Գյումրին ունենա ընդդիմադիր թեկնածու։ Եվ վերջին մաղթանքն ու հորդոր դարեք մենք Սարիկից ուշացանք։ Ներողություն, պարոն Մխիթարյան, հակազդեցությունը ինչպես է լինելու այդ դեպքում, եթե այդ ռեպրեսիաները լինեն, կալանավորում, որտեղ նման օրինակ դեպքեր եղել են, մեծ ալիքը բարձրացել է, բայց հետո այնտեղ կամաց նվազել է ու իշխանությունը կարողացել է հասնել իր ուղղափիճը։ Այդ սցենարի պլանը։ Ես կարծում եմ, որ մենք ընտրություններից հետո, արդյունքները տեսնելուց հետո, եթե հանդիպենք, ամեն ինչը քննարկելու ենք, բոլոր ռիսկերը հաշվարկելու ենք, որովհետև բոլորն էլ adekvat մարդիկ են, շատ լավ հասկանում են, որ պետությունում են ապրում, որ համակարգում են ապրում, այնպես որ այդ բոլոր հարցերի պատասխանները կլինի գիշերը։ Ես ուղղակի եւս մեկ անգամ իմ համակարգացիներին, իմ սիրելի գյումրեցիներին հորդորում եմ գալ, տեղամասեր, կատարել ընտրություն, ձեր քաղաքացիական պարտքը ձեզ է սպասում, հավատացեք, այս ընտրությունները շատ կարևոր են ոչ միայն Գյումրիի համար, այլ ամբողջ Հայաստանի Հանրապետության համար, հատկապես մեր երիտասարդությանը, ջահելներ ջան, ձեր ցավը տանեմ, հետո ամբողջ օրը փողոցում ինձ մոտենում եք, ոգևորում եք, ասում եք, վայ ես եկել է ժամանակը, ոչ թե փողոցում ինձ մոտենալու, այլ գնալու ընտրությունների, ես գիտեմ, որ մի երկու օր առաջ ինձ մոտեցել էին 3 երիտասարդ աղջիկներ, որոնք առաջի անգամ պիտի ընտրեին ու շատ ուրախ, շատ խանդավառ մոտեցան ասին, Ռուբո ցածա մենք ցեզի պիտի ընտրենք, ես այդ ցածա բառից միշտ վեր եմ թռնում, որովհետև ինձ հույս եմ տալիս, որ հա, բայց Ռուբո ցածան ցեզի մերդի գնացեք ընտրությունների, շատ կարևոր ընտրություններ է երեխեք ջան, ձեր համար է, ձեր քաղաքի համար է, մեր բոլորի արժանապատվության ու թասիբի համար է։ Պարոն Մխիթարյան, ինչպես եք դուք վերաբերվում Գյումրիում 102-րդ ռազմաբազայի գոյությանը, ինչ եք կարծում, պետք է այն հանել, թե ոչ։ Քաղաքի հետ դա ինչ կապ ունի հիմա այս ընտրությունների։ Ես մի քանի անգամ դրա մասին ասել եմ, 102-րդ ռազմաբազան Գյումրիում լուծում է 2 կարևոր խնդիր՝ անվտանգային ու տնտեսական։ Քանի դեռ այդ խնդիրներին փոխարինող խնդիրների լուծմանը փոխարինող բան տեղի չի ունեցել, 102-րդ ռազմաբազայից հրաժարվել է հիմարություն։ Քաղաքի հետ կապված որ ասում եք, ինչ կապ ունի, կարծեմ իրենք նաև այդ քաղաքապետարանին զբաղեցրած տարածքի համար որևէ վճար մուտք չեն անում, դա Խոստանում եմ ձեզ, ես որ դառնամ քաղաքապետ, իրանք բոլոր վճարները կմուծեն, նույնիսկ իմ ընկերները զիբիլի Միգուցե երկի առումով լավ պրոդյուսեր եք, բայց ձեր քարոզարշավի ընթացքում լավ պրոդյուսեր չունեք կամ չեք։ Սարիկ Մինասյանի գնահատականը դիլետանտի գնահատական է, այն բոլոր հաջողությունները, որ ունեցել է Հայաստան պրոջեկտը,
դրա հաջողությունների նույնիսկ 10%-ը չի ունեցել քաղաքացիական պայմանագրի կուսակցությամբ ցանկացած ուսապարկ, երբ որ բեմից խոսել։ Պարոն Մխիթարյան, 102-րդ ռազմաբազան Գյումրիում կոնկրետ ինչ անվտանգային խնդիրներ։ Մենակ Գյումրիում չէ, ամբողջ Հայաստանում։ Այո։ Շնորհակալություն։ Իսկ այն դեպքերը, որ 102-րդ ռազմաբազայով կապված եղել է 2015 թվականին զինծառայողը դուրս եկավ, մեծ դժբախտություն եղավ, ինչպես պետք է զսպել զինծառայողները, նրանք պարբերաբար հարբում են եւ բազմաթիվ հրապարակումներ կան, թե ինչ այնպես ասած։ Նարեկ ջան, եկեք առանձին դեպքերին դες չանդրադառնամ, դուք հիմա այնպեսի հարց եք տալիս, որը քաղաքապետի կամ տեխնացուի պատասխանելու տիրույթում չի, երաշխավորում եմ ձեզ, եթե Հայաստանի Հանրապետությունում ունեցա շատ ավելի բարձր պաշտոնական դիրք, այդ հարցով էլ անպայման կզբաղվեմ, որ իրենք խմած, ասենք, եթե նույնիսկ լինում են դեպքեր, որովհետև այդ զինծառայողներն են մարդ ամեն ինչից զատ։ Ու կարող է ժամանակ առ ժամանակ ոգելից օգտագործեն ու ստավ ասվածը խախտեն։ Դա բուն այդ ռազմաբազայի ղեկավարության կոնկրետ պատասխանատվության գոտում է գտնվում, բայց նաև իհարկե պետք է փորձել գտնել վերահսկողության այնպիսի մեխանիզմներ, որ նվազագույն դեպքերը նվազեն։